Իրանի հուժկու պատասխանը հարավային Պարսի հրթիռակոծման համար պայթյուններ կատարի բնական գազի համալիրում, Մակրոնի մտահոգ գրառումը հունից հանել է Արաքչուն։ Ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր Փաշինյանը կախվածության եւ սպառնալիքի տակ ապրելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Եվրամիությունը կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, մարտակոսը Երևանում է։ ՊԵԿ-ը նախ կլսի տնտեսվարողներին, հետո գործեր կհարուցի, Փաշինյանը հարկային տեռորը հայտարարել է փակված։ Լեզվակռիվ խորհրդարանական հանձնաժողովում որ թեմաներն են ընդդիմություն իշխանություն թեժ քննարկման առանցքում։ Պատկեր կուտակել սնանք, ճանաչվել խուսափելով պարտավորությունից, կեղծ դեպքերը բացառելու համար պետությունը բարդացնում է սնանկության ընթացակարգերը։ Նույն թվականին ծնվածները ինչու պիտի տարբեր ժամկետներով ծառայեն զինվորների ծնողների բողոքը կառավարության շենքի դիմաց։ Քարակերտում ոչխարների անկման պատճառը հայտնի է, գյուղացիները չգիտեն ինչպես հիվանդության դեմն առնել, հսկայական կորուստներ են կրում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Նախ մերձավոր արևելք, հարևան Իրանը ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար ունի, Ալի Լարիջանիի սպանությունից հետո այդ պաշտոնում նշանակվել է Սաիդ Ջալիլին։ Միաժամանակ Իրանը հուժկու հարված է հասցրել Քաթարի բնական գազի համալիրինի պատասխան հարավային Պարսի իսրայելական հրթիռակոծմանը։ Արտգործնախարար Արաքչին հայտարարել է, որ Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել։ Նա զգուշացրել է, որ Իրանի ենթակառուցվածքների վրա հետագա հարվածները կհանգեցնեն ավելի կոշտ պատասխանի։ Արաքչուն նաև վրդովեցրել է Մակրոնի գրառումը։ Իրանի շուրջ զարգացումներին հետևել է Նաիրի Մուրադյանը։ Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը, վնասվել են լիցքավորող ինքնաթիռները։ Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Իսրայելի ներքին անվտանգության նախարարության, Թել Ավիվի 13-րդ ալիք եւ Արար բազայում գտնվող ցամաքային զորքերի ստորաբաժանմանը։ Իրանական զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև Սաուդյան Արաբիայի Յամբու նավահանգստում գտնվող Սամրեֆ նավթավերամշակման գործարանին։ Reuters-ը հայտնում է, որ Հորմուզի նեղություն կիրառվող սահմանափակումների ֆոնին սա Պարսից ծոցի երկրներից հում նավթ արտահանելու միակ հանգույցն է։ Ամերիկացիները ներդրումներ են կատարել նավթավերամշակման այդ գործարանում։ Սա Իսրայելի Իրանի հարավային Պարս հանքավայրին հարված հասցնելու պատասխանն է։ Թեհրանը հարվածներ է հասցրել նաև Կատարի հեղուկ բնական գազի ամենամեծ համալիրին։ Մենք զգուշացնում ենք թշնամուն, որ դուք մեծ սխալ եք թույլ տվել հարձակվելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, եւ պատասխան գործողություններն արդեն ընթացքի մեջ են ու դեռ չեն ավարտվել։ Կատարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արել ուղղակի բանակցություններ սկսել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Մակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը, այն հաջորդեց մեր պատասխան հարվածին։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն է կոչ արել դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում, ոչ թե տանել այն հետագա էսկալացիայի ճանապարհով։ Ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի, Կատարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումները խորացնում են քաոսը։ Սա հավասարապես կարևոր է նաև Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը կարող է շահել Իրանի դեմ մղվող պատերազմից։ Այժմ ճիշտ ժամանակն է ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունն է հայտարարություն տարածել կոչ անելով Միացյալ Նահանգների քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան առևտրային չվերթներով, եթե դա անվտանգ է։ Սաուդյան Արաբիան զգուշացրել է, որ կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ իրանական հրթիռների թիրախ դառնալուց հետո։ Իրանի կողմից ճնշումը կհակադարձվի քաղաքական եւ բարոյական առումով։ Մենք իրավունք ենք վերապահում ռազմական գործողություններ ձեռնարկել, եթե դա անհրաժեշտ համարվի։ Իդեպ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ հունիսին ամերիկյան հարվածների արդյունքում Իրանում ուրանի հարստացման ծրագիրը ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ հետո Թեհրանը չի փորձել այն վերականգնել։ Իրանում ուրանի հարստացման ծրագիրն ամբողջությամբ ոչնչացվել է գիշերային մուրճ գործողության արդյունքում, իսկ հետո Թեհրանը ոչ մի փորձ չի ձեռնարկել այս ոլորտում իր ներուժը վերականգնելու համար։ Ի նշան ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի հրաժարական տված ԱՄՆ-ի ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրենը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ասել է. Իսրայելը ԱՄՆ-ին է դիմում Իրանից բխող սպառնալիքների կանխատեսումներով, սակայն դրանք ըստ Քենթի սովորաբար չեն իրականանում։
Իրանցիները հիմար ժողովուրդ չեն, եթե նրանք ցանկանային միջուկային ռումբ կստեղծեին կամ նավթի առևտուր կանեին Պակիստանի հետ միջուկային զենքի դիմաց։ Մարտի 18-ին Իրանի Բուշեր ԱԵԿ-ի առաջին բլոկի շրջանում հարված է եղել։ Արկը պայթել է եւ վնասել է շենքերից մեկը, որն ըստ Ռոսատոմ կորպորացիայի գլխավոր տնօրենի կապ չունի միջուկային ցիկլի հետ։ Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Ռոսատոմը նախատեսում է Բուշեր ԱԵԿ-ի աշխատակիցների հերթական տարհանում իրականացնել Հայաստանի տարածքով։ Եվ օրվա ընթացքում տեսանյութ տարածվեց համացանցում։ Իսրայելական հրթիռը հարվածում է Լիբանանում նկարանող Russia Today լրագրողական խմբին մերձակա հատվածին։ Russia Today Լիբանանի բյուրոյի ղեկավար Սունին եւ նրա օպերատորը վիրավորվել են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թուրքիան կոշտ հայտարարություն է արել Իսրայելի վերաբերյալ արտգործնախարար Հագան Ֆիդանը այսօր հայտարարել է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում պատերազմի համար, որը տարածաշրջանը ներքաշել է աննախադեպ ճգնաժամի մեջ։ Ֆիդանի հետացուլիսում Քաթարի վարչապետն էլ հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, որը ցավոք փլուզվել է ագրեսիայի պատճառով։ Մենք պետք է հիշենք, որ վերջի վերջո կիսում ենք նույն աշխարհագրությունը, մենք նաև պատմություն ունենք իրանցի ժողովրդի հետ եւ չենք ուզում, որ նման թշնամանք լինի իրանցիների եւ քաթարցիների կամ տարածաշրջանի ժողովուրդների միջև, ասել է վարչապետ Ալթանին։ Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է նոր հուշք ու հարվածով։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը ասել է, որ Միացյալ Նահանգների նպատակները անփոփոխ են, թիրախային եւ պլանավորված։ Հեքսեթի խոսքով իրենց նպատակն է ոչնչացնել Իրանի հրթիռային կայանքները, նրա պաշտպանական արդյունաբերական բազան եւ նավատորմը, ինչպես նաեւ երբեք թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ։ Հեքսեթը ասուլիսում անդրադարձել է Իրանի դեմ պատերազմի համար $200 միլիարդ բյուջետային պահանջի վերաբերյալ հաղորդագրություններին։ Նա նշել է, որ այդ թիվը կարող է փոխվել, քանի որ նրա ձևակերպմամբ վատ մարդկանց սպանելու համար գումար է անհրաժեշտ, հաղորդում է BBC-ն։ Հորմուզի նեղուցը փակվել է ոչ թե Թեհրանի սեփական կամքով, այլ որպես ինքնապաշտպանության միջոց, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալաբաֆը։ Իսրայելական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ երկրի իշխանությունները մտադիր են հետախուզական աջակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին եւ Պարսից ծոցի երկրներին Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները ուժեղացնում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում, խոսքը տարածաշրջան նոր ուժերի, այդ թվում USS Tripoli դեսանտային նավի եւ ծովային հետևակի ստորաբաժանումների տեղափոխման մասին է։ Իրանում 41 գործակալ է ձերբակալվել, որոնք պատերազմի վերաբերյալ տեսանյութեր են ուղարկել թշնամուն, հայտնում է Ֆարսը։ Ըստ ոստիկանության հանցագործներից առգրավվել է մարտական զենք։ Միաժամանակ Իրանում մահապատժի է ենթարկվել 3 հոգի, որոնք մեղավոր են ճանաչվել Ղոմ նահանգում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների ժամանակ 2 անվտանգության աշխատակցի սպանության համար։ Հաջորդ թեմայի մասին։ Հայաստանը պետք է ռազմավարական գործարքի գնա Ադրբեջանի հետ։ Փաշինյանն է այսօր ասել ճեպազրույցում, անդրադառնալով Բաքվի կողմից ամեն օր հնչեցվող արևմտյան Ադրբեջան խոսույթին։ Փաշինյանի ձևակերպմամբ, եթե ասում ենք Արցախը մերն է, ինչն է խանգարում Ադրբեջանին հայելանման նույնն ասել, արևմտյան Ադրբեջան խոսույթը առաջ մղել։ Անկախության հռչակագրին հղում անմայր օրենքից հանելու հարցի վերաբերյալ Փաշինյանը ասել է, այն ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է, որ կախվածության մեջ է մեզ դնում։ Նրա խոսքով փոփոխությունը մեզ պետք է աշխարհում ճիշտ դիրքավորվելու համար։ Ասում են Արարատը մերն է, դա դիվանքը մերն է, դա պատերազմ է։ Իսկ Բաքվում ինքնիշխան Հայաստանն են անվանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանի գնահատմամբ վտանգավոր պրոցես է, ընդ որում վարչապետը նշում է, Ադրբեջանում սա պարզապես ներքին խոսույթ չէ, ուրեմն նախաստորագրված խաղաղությունը միայն ամերիկյան թղթերին մնաց, ըստ գործադիրի ղեկավարի պրոցեսը դեռ հասկանալ է պետք, անելիք ունենք նաև մենք։ Փաշինյանի խոսքով ռազմավարական գործարքի պետք է գնանք Ադրբեջանի հետ։ Եվ պետք է այդ պրոցեսը իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Պրոցեսի պատճառահետևանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով, լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե իրանք ասում են արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինչը այստեղ Հայաստանում շատ ուժերի պետքա սահմանափակի, ասել հակառակը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ մենք եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է մենք զուգահեռաբար այս խնդիրը պետք է լուծենք։
Հայաստանի նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց Արդարադատության նախարարի գլխավորած բարեփոխումների խորհուրդն առայժմ որոշում չունի մայր օրենքի նախաբանի հետ կապված, որտեղ էլ հղում կա մեր պետության անկախության հռչակագրին, իսկ սա, հիշեցնեմ, այն փաստաթուղթն է, որ մնացել է Ադրբեջանի նախագահի կոկորդին։ Խաղաղության պայմանագրին Ալիևը չի մոտենում տեքստի տակ ստորագրություն թողնելուն պատրաստ չէ, իբր այս պատճառով, չնայած Հայաստանի կառավարության հավաստիացումներին, սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, Բաքվում համարում են, թե մեր երկրի անկախության հռչակագիրն այնուամենայնիվ տարածքային պահանջներ է դնում իրենց դեմ, եւ թեպետ սահմանադրական բարեփոխումների խորհրդում հռչակագիրը մայր օրենքի նախաբանում պահել-չպահելու հարցը քննարկման նույնիսկ դեռ չեն առել, Փաշինյանը վերահաստատում է, սա կոնֆլիկտի հռչակագիր է, նույնիսկ կախվածության, ուրեմն պետք է հրաժարվենք։ Անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ դու պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետեւի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում։ Բայց Ադրբեջանի սահմանադրությունն էլ իր հերթին հավակնություններ է ներկայացնում ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Սյունիքից Տավուշ, Վայոց ձորից Շիրակ, իրենց մայր օրենքում էլ հղում կա 1918-ից 20 թվականների, այսպես կոչված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության երբեմնի նպատակներին։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի սահմանադրության հղումն իր անկախության հռչակագրին խնդիրներ է ստեղծում խաղաղության համար, իսկ ադրբեջանական փաստաթղթի ձևակերպումը ոչ։ Լրագրողի այս հարցը վարչապետն անպատասխան թողեց, ինչ վերաբերում է հարևան Իրան հումանիտար օգնություն ուղարկելուն, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է կարիք լինի Իսլամական Հանրապետությունից խնդրանքի չեն սպասի, աջակցության ձեռքը միանգամից կմեկնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վերջին 6 ամսում երկրորդ անգամ Հայաստանում է Եվրոպական միության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարտակոսը, նա այսօր հանդիպել է վարչապետ Փաշինյանին։ Մինչ այդ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի հետ 140 միլիոն եվրոյի լրացուցիչ աջակցության համաձայնագիր են ստորագրել։ Կոսի խոսքով այդ միջոցների մի մասը կուղղվի այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների լիարժեք ազատականացման գործընթացը առաջ տանելու համար։ Նա ասել է, թե Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որը վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի Եվրամիության հետ։ Կոսը նաև վերահաստատել է, որ կաջակցեն Հայաստանին հիբրիդային սպառնալիքներին եւ ապա տեղեկատվության դեմ պայքարում։ Մեհեր Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ այդ առնչությամբ երախտագիտություն են հայտնել Եվրոպական միության ղեկավարությանը։ Հունիսին հայերը կգնան ընտրությունների, ամբողջ Եվրոպայում մենք տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ ուժերն ամեն օր փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները կիբերհարձակումների, ապատեղեկատվության եւ այլ միջամտությունների միջոցով, եւ Եվրոպան այստեղ է աջակցելու համար։ Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության TRIP երթուղու եւ ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես գլոբալ դարպասներ ռազմավարության իրականացման ուղղություններով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղուն։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին Ադրբեջանում հայգերիների իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Զոնաբենդը նախ նշել է, որ Բաքվում պահվող հայգերիների հարազատները ավելի քան 2 տարի զրկված են տեսակցության հնարավորությունից։ Ընտանիքները խորապես մտահոգված են նրանց առողջական վիճակով։ Հայգերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Այն միակ կազմակերպությունն էր, որ այցելում էր նրանց պահման վայրերում, սակայն 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունը Ադրբեջանում այդ երկրի կառավարության պահանջով։ Վերոնիկա Զոնաբենդը խնդրել է պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա Կարմիր խաչի պատվիրակները այցելել են Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայ բանտարկյալներին։
Մենք փորձում ենք հասկանալ, արդյոք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրանց դիտարկել է իբրև ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ։ Ըստ այդմ նրանք դիտարկվել են որպես ռազմագերիներ, անվտանգության նկատառումներով կալանավորվածներ, ինտերնացվածներ, թե ունեցել են որևէ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ ՊԵԿ-ը նախ կլսի տնտեսվարողներին, հետո գործեր կհարուցի, Փաշինյանը հարկային տեռորը հայտարարել է փակված։ Լեզվակռիվ խորհրդարանական հանձնաժողովում որ թեմաներն են ընդդիմություն իշխանություն թեժ քննարկման առանցքում։ Պատկեր կուտակել սնանք, ճանաչվել խուսափելով պարտավորությունից, կեղծ դեպքերը բացառելու համար պետությունը բարդացնում է սնանկության ընթացակարգերը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում, նախ մեկ միջազգային լուր։ Կրեմլը դատապարտել է ուկրաինական ուժերին Գազպրոմի երկու խոշոր խողովակաշարերը, թուրքական հոսքն ու կապույտ հոսքը սպասարկող կայանները թիրախավորելու համար։ Նման միջադեպերը սպառնում են կարևորագույն ենթակառուցվածքներին և միջազգային էներգետիկ ուղիներին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը Միացյալ Նահանգների միջնորդությամբ դադարի մեջ է։ Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Ուկրաինայի հետ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով։ Պետական եկամուտների կոմիտեն հարկ չվճարելու կասկածի դեպքում այլևս անմիջապես հաղորդում չի ներկայացնի, այլ նախ կկապվի տնտեսվարողի հետ, կլսի բացատրությունները և հարցը կփորձի լուծել վարչական ընթացակարգով։ Կառավարությունը այսօր հավանություն է տվել հարկային և քրեական օրենսգրքերի փոփոխություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով այս փոփոխությունների նպատակը պետություն բիզնես վստահության բարձրացումն է, որպեսզի քրեական գործերը հարուցվեն միայն ծանր դեպքերում։ Նաև բարձրացվելու են քրեական գործ հարուցվելու համար անհրաժեշտ շեմերը։ 5 միլիարդ հարկ վճարողին ասել, որ 30 միլիոնանոց խախտումը X շեմա, որը քրեականացնում է, ես կարծում եմ մենք ցույց չենք տալի, որ շատ լոյալ ենք բարեխիղճ ու խոշոր հարկատուների նկատմամբ, որովհետև ոչ մի 5 միլիարդ վճարող 30 միլիոն դրամի միտումնավոր խախտում չի անի։ Տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խոչընդոտում կամ խաթարում է վերջինիս գործունեությունը, որի հետևանքով տնտեսվարող սուբյեկտի համար առաջանում են էական գույքային ծախսեր, առաջարկվում է վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է այդ գույքին համարժեք բանկային երաշխիք։ Խորհրդարանի տարածքային կառավարման պատասխանատու հանձնաժողովում օրենսդրական քննարկումները լարվել են, վերածվել ընդդիմություն իշխանություն լեզվակռվի։ Իրավիճակը սրվել է, երբ շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է մեկ անգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործման աստիճանական կրճատման նախագիծը։ Ընդդիմադիրները հիշեցրել են, որ երբ կառավարությունը փորձեց այս տոպրակներից քիչ-քիչ հրաժարվել, խանութներում դրանց գինը պարզապես թանկացավ։ Ընդդիմությունը հետո արդեն շեղվել է քննարկման թեմայից և նախարարին հարցել ուղղել Երևանի և մարզերի օդի որակի, ինչպես նաև մայրաքաղաքում ընթացող զանգվածային ծառահատումների մասին։ Պարոն Ղազարյան, դուքով իմ հետ, երկրորդը հետ կգնաք, հետևեք ոնց եմ ասել, ինչ եմ ասել։ Ես էլ ասած տեղամասները մասը սևանան իշտել Մանիպուլացիա։ Դե չէ, կամ ինչ եմ սխալած, ասել եմ, չես կառուցում 170 միլիոնի ծրագիր ես։ Նախորդ տարվա 2 տարով ավել է։ Չես ասում եմ։ Պարոն Ղազարյան, ծրագիրը 170 միլիոնի ծրագիր ես, սարքեք հեսաբանական մարտիրման, կայանը տեղում չէ, դեք եկամ տեսնենք որ։ Գոյացնել պարտքել, չվճարել դրանք, հետո սնանք ճանաչվել և հարցը լուծված է։ Մասնագետների կարծիքով սնանկության գնացողներից ոմանք սնանկության ինստիտուտը օգտագործում են որպես ֆինանսական պարտավորությունները չկատարելու միջոց։ Անցյալ տարի մոտ ավելի քան 4000 սնանկության գնալու դիմումներ են եղել։ Կեղծ սնանկության դեպքեր թույլ չտալու համար պետությունը որոշել է բարդացնել սնանկության ընթացակարգերը։ Եթե մարդն ունի պատկ և չի կարողանում այն վճարել, ինչ քայլերի է դիմում։ Ներգրավում են նոր պատկեր կամ հույս է տալիս պատկատիրոջը, որ մի օր ի վերջո կմարի այն։ Շատերն էլ դատարանի միջոցով պարզապես ճանաչվում են սնանկ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարվա ընթացքում այս վերջին քայլին գնացողների թիվը քիչ չէ։ 2025 թվականին ունեցել ենք 4733 դիմում, որից 3946-ը ֆիզիկական
անձանց դիմում է։ Հիմա ունենք մի իրավիճակ, որ անձը կարող է զուտ բերել պայմանագիր, ցույց տալ, որ ինքը այդ պայմանագրով չի կարողանում վճարում իրականացնել, եւ դատարանը անձին սնանկ է ճանաչում։ Կա հավանականություն, որ սնանկության գնացողների մի մասը դիմում է այդ քայլին անբարեխիղճ նկատառումներից ելնելով։ Այսինքն մարդիկ իրականում լավ էլ կարող են փակել իրենց պատկերը, բայց ինչու զրկվել փողերից, որոնք կարող են մնալ գրպանում։ Սնանկության վարույթից եկող դժգոհությունները հիմնականում հանգում են նրան, որ այս ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու չարաշահումների, կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծարման տանելու գործիք։ Այստեղ սակայն պարզ չէ, թե սնանկության գնացողների որ տոկոսն է այդ գործընթացին ֆիկտիվ դիմում։ Մյուս կողմից, այդպիսի վիճակագրություն չի էլ կարող լինել, քանի որ այդ արարքը քրեորեն պատժելի է։ Կեղծ սնանկությունների համար, կանխամտածված սնանկությունների համար քրեական օրենսգրքում միշտ եղել է եւ կա համապատասխան հանցատեսակ շարադրված, գնացեք, բացահայտեք, հիմնավորեք, դատեք մարդկանց, այսինքն գնալ միանգամից բոլորին փրթելու այսպես եղանակով դա անհասկանալի է։ Հիմա կառավարությունը խնդիրը լուծելու միջոց է մշակել՝ օրինագիծ, որով սնանկության process-ն էականորեն բարդանալու է։ Դատարանները հնարավոր է շատ ավելի հաճախ մերժեն սնանկության դիմումները։ Դատարանը կարող է բարձել պարտապանի ֆինանսական վիճակը, ստուգել նախկինում կատարված գործարքները, գույքի օտարումները, որպեսզի բարձի արդյոք պարտապանը իր գործողություններով չի հանգեցրել նման իրավիճակի։ Արդյունքում, եթե նման կասկածներ են լինել, ապա սնանկության դիմումը կարող է մերժվել։ Փորձագետների կարծիքով այս փոփոխությունների հիմնական շահառուները ֆիզիկական անձինք չեն, ոչ էլ պետությունը։ Հարկային իր հասանելիքն այսպես թե այնպես ստանում է։ Հիմնական շահառուները բանկերն ու վարկային կազմակերպություններն են։ Նախատեսում ենք, որ պարտավորությունը նախ եւ առաջ պետք է փորձ կատարվի բռնագանձել դատական կարգով, որպեսզի նաեւ մենք բացառենք պրակտիկայում շատ դեպքերում ֆիկտիվ պայմանագրերի հիման վրա սնանկ ճանաչելու այդ արատավոր պրակտիկան։ Ներկայիս կարգավորման արդեն մի քանի տարի փոխառության պայմանագրերը վավեր են, եթե կա բանկային փոխանցում գումարի, այսինքն եթե չկա բանկային փոխանցում, դա առոչինչ գործարք է։ Այս process-ի խստացման հետ կապված մի խնդիր կա։ Սնանկության գործընթացին չդիմող պատկեր ունեցող անձինք, նույնիսկ հետագայում ֆինանսական առողջացման հնարավորություններ ունենալու դեպքում փորձելու են ամեն կերպ թաքցնել դա, պարտատերերի ֆոկուսում չհայտնվելու համար։ Սրան էլ հետևում են չգրանցված աշխատանքն ու չգրանցված եկամուտները, process-ներ, որոնցից պետությունը միանշանակ տուժում է։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Լրատվական դաշտը ողողված կեղծ լուրերով, որ օրի ավելանում են էլեկտրոնային մամուլի դեղին էջերը, որոնք կարող են ամենաանհավանական լուրերը տարածել մի քանի լայք հավաքելու համար։ Նրանց թիրախավում հիմնականում հայտնի մարդիկ են, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, նաև քաղաքական գործիչներ։ Ինչպես տարբերել ճշմարիտն ու կեղծը եւ չհայտնվել մոլորության մեջ, սոցիալական ցանցերում սքրոլինգ անող եւ ամեն վայրկյան նոր տեղեկատվության հանդիպող սովորական քաղաքացիների համար սա լուրջ խնդիր է։ Մասնագետների խորհուրդները լսել է Դավիթ Թադևոսյանը։ Վերջին տարիներին կեղծ լուրերը կամ այսպես կոչված fake news-ը դարձել են տեղեկատվական դաշտի ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Դրանք տարածվում են արագ, հաճախ առանց ստուգման եւ կարող են լուրջ ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի, որոշումների եւ նույնիսկ անվտանգության վրա։ Մասնագետները ասում են, կեղծ տեղեկությունների տարածումը գալիս է դեռ ասեկոսեներին հավատալու ժամանակներից։ Նման տեղեկությունները ուղիղ ազդում են մարդկանց հոգեբանության վրա, քանի որ այդ տեղեկություններով մարդու մոտ որոշակի կարծիքներ են ձևավորվում երևույթի կամ անձի նկատմամբ։ Մասնագետները նշում են, որ խոցելի խմբում հայտնի մարդիկ են եւ տեղեկության տարբերակման համար պարտադիր է, որպեսզի քաղաքացիները ստացված ինֆորմացիան կարողանան ճիշտ վերլուծել։ Եվ քաղաքական գործիչները եւ սովորական մարդիկ, ովքեր անուն ունեն, հեղինակություն ունեն, իրենց մասին երբ fake news-եր են տարածում, դա իրենց արժե զրկում է։ Մարդը բարձրագույն կրթություն ունի կամ կրթված մարդը կարողանում է վերլուծի եւ այլն, իհարկե իր վրա ազդելը fake news-երի ավելի դժվար է, որտեղ ինքը հավաքագրում է տեղեկատվությունը, այլ ոչ թե հիմնվում է մեկ տեղեկատվության վրա։ Սոցիալական ցանցերի զարգացումը էականորեն փոխել է տեղեկության տարածման մեխանիզմները։ Եթե նախկինում ինֆորմացիայի հիմնական աղբյուրը ավանդական լրատվամիջոցներն էին, ապա այսօր դրա համար օգտագործվում են բազմատեսակ հարթակներ, նշում են մասնագետները եւ հավելում, որ հիմնականում կեղծ տեղեկությունները տարածվում են X-ի հարթակում եւ Telegram-ում։ Մասնագետները ասում են, որ դրանք տարածվում են երկու ուղղությամբ՝ կոմերցիոն եւ քաղաքական դաշտին վերաբերող հրապարակումներով։ Մարդկանց առաջարկում են ինչ-որ ներդրումային խաբեության սխեմաներ կամ առաջ
առաջարկում են սիրային, երբ որ միայնակ մարդկանց են գտնում են սիրահետեր։ Երկրորդ բլոկը դա արդեն ինչ-որ քաղաքականացված բան ենք տեսնում, այս ավելի շատ գործում են ներքին քաղաքական դաշտում։ Ավանդաբար այդ ուղղությամբ ամենաուժեղը եղել է մեր մոտ ադրբեջանական կողմից ներազդեցության փորձերը։ Ես լուրեր էին տարածել։ Փաստաբանները ասում են, որ եթե համացանցով կեղծ տեղեկություն է տարածվել անձի մասին, կան իրավունքների պաշտպանության մի քանի եղանակներ։ Այն դեպքում, երբ քաղաքացին գիտի, թե ով է տարածել կեղծ տեղեկությունը, ճանապարհը զրպարտության կամ վիրավորանքի համար դատարան դիմելն է եւ պահանջելը, որ հեռացվի կամ հերքվի այդ տեղեկությունը։ Եթե չգիտենք ում կողմից է տեղեկատվությունը տարածվել, այս դեպքում միակ եղանակը պարզելու դա ոստիկանություն բողոք ներկայացնելն է, եթե արկա է հանցակաց, որպեսզի ոստիկանության կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում առնվազն քաղաքացին ստանա տեղեկատվություն, թե ինչ օգտահաշվից է եւ տեղեկատվություն տարածել, որպեսզի իրավունքների հետագա բնականաբար պաշտպանությունը ինքը իրականացնի։ Մասնագետները իրազեկում են, որ եթե ստեղծվել է կեղծ տեսանյութ, որը կազմվել է արհեստական բանականության միջոցով, ապա դրա իրականության համապատասխանությունը որոշելու համար քաղաքացիները կարող են դիմել փորձաքննություններ իրականացնող կազմակերպություններին, որտեղ էլ փորձագիտական եզրակացությամբ կհաստատվի, որ դա կեղծ տեսանյութ է։ Այսպիսով, թվային դարաշրջանում տեղեկատվության արագությունը դարձել է ինչպես հնարավորություն, այնպես էլ ռիսկ։ Իսկ կեղծ լուրերի պայմաններում, ըստ մասնագետների, ամենակարևոր գործիքը դարձյալ գիտակցված եւ պատասխանատու տեղեկատվության սպառումն է։ Դավիթ Թադևոսյան, Ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Նույն թվականին ծնվածները ինչու պիտի տարբեր ժամկետներով ծառայեն զինվորների ծնողների բողոքը կառավարության շենքի դիմաց։ Քարակերտում ոչխարների անկման պատճառը հայտնի է, գյուղացիները չգիտեն ինչպես հիվանդության դեմն առնել, հսկայական կորուստներ են կրում։ Մետեոաշխարհ գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի կենտրոնում, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Վերջին տարիներին ռուսերենի նկատմամբ հետաքրքրվածությունը Հայաստանում նվազում է, ազգային ժողովում հայտարարել է կրթության նախարարը։ Նրա խոսքով ընդունելության ցուցանիշները ցույց են տալիս, որ ռուսերենի բաժինները դիմորդների պակաս ունեն եւ առաջիկայում հնարավոր է նաեւ ուսուցիչների լուրջ պակաս առաջ գա։ Միևնույն ժամանակ մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն իրենց հիմնական մասնագիտությանը զուգահեռ անցնել նաև ռուսերենի լրացուցիչ դասընթացներ, հետագայում այդ լեզվով դասավանդելու համար։ Ռուսաց լեզվի այս խնդրին առնչվող մտահոգությունները կիսում են նաև կրթության ոլորտի փորձագետները։ Այս իրավիճակը, որ հիմա գոյություն ունի Հայաստանում, բերելու է նրան, որ մի քանի տարի անց մասնագետների պակաս ենք արդեն ունենալու եւ մասնագետներ չենք կարողանալու ներգրավել, որպեսզի նոր եկող սերունդին լեզուն կարողանան սովորեցնել։ Թեյլերիոզ, հենց այս հիվանդությունն է պատուհասել Քարակերտ գյուղի ոչխարներին, մասնագետների խոսքով այն կարանտինային հիվանդություն չէ, տզերի միջոցով է փոխանցվում, ախտահարում են ներքին օրգանները, ինչից էլ սատկում են գառները։ Քարակերտցիները չգիտեն ինչպես հիվանդության դեմն առնել, օրական 20-ից 30 ոչխար են կորցնում, նաև դրամով են հաշվել կորուստը 10 միլիոնից ավելի։ Նրանք պետությունից փոխհատուցում են պահանջում, որ կարողանան մարել վարկերը։ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում լարված իրավիճակ է, վերջին օրերին այստեղ մեծ թվով նորածին գառներ են սատկում, լուրջ վնասներ պատճառելով գյուղացիներին։ Բնակիչները պատմում են, թե խնդիրը սկսվել է հանկարծակի եւ օրերի ընթացքում կորուստները շարունակել են աճել։ Օրական 20-30 ոչխար է անկում։ Էսի ցելի ապրուստ, էսի գնաց, էսի ինչ պիտի անի։ Վարկ ունենք տալու, տոես ունենք, են ունենք, էլի ո՞նց պիտի փակվի։ Զանգում ենք այդ ասում, հույս են տալիս, ինչ գնաց, ինչ մնաց, всё։ Այն օրը եկել են, ասում են ձեզ համբերություն։ Այդ ձեզ ինչ կա, ձեզ ոչ մի բան չի անում։ Գյուղացիները պնդում են, միջև օրս հստակ պատասխան չեն ստացել համապատասխան կառույցներից, թե որն է այս խնդրի պատճառը։ Նրանց խոսքով իրենց չեն տրամադրել անհրաժեշտ բուժման հստակ ցուցումներ, ինչի պատճառով ստիպված են եղել սեփական միջոցներով դեղորայք ձեռք բերել։ Ոչ բուժման տարբերակ են ասում, ոչ էլ վակցինացիայի, ասում են բնակիչները։ Վարկերով ձեռք բերված անկած կենդանիների համար փոխհատուցում են ուզում։ Մենակ գիննել մի ամանը 4500 դրամ։ Ու սենց ամեն օր դեղեր առ, լիցես անասունի փոլը ու անիմաստ անարդյուն։ Դեպքի մասին տեսչական մարմինը տեղեկացվել է անմիջապես եւ անմիջապես էլ քայլեր է ձեռնարկել եւ անկած կենդանիներից վերցվել են նմուշներ,
տարբեր լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է Թեյլերոզ հիվանդությունը, դիզայն հիվանդությունը, եւ խնդիրը հետեւյալն է, որ հիվանդությունը ինքը կարանտինային չի համարվում եւ բնականաբար դրա բուժման ծախսերը պետք է հոգա ինքը կենթանատերը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից նաև ասում են, որ այլ բնակավայրերից գառների անկման ահազանգ չեն ստացել։ Համայնքի բնակիչները չեն վստահում այս պարզաբանմանը եւ պահանջում են հստակ պատասխաններ։ Տուժածների գնահատմամբ արդեն իսկ կրել են ավելի քան 10 միլիոն դրամի վնաս։ Համայնքի ղեկավարը միայն հայտնում է նախարարությունից եկել, խնդրին իրազեկվել են։ Կարող է ես ունենամ նորից գառներ, երկու հատ սատկի ուրիշ բանից, Դե գառը միշտ էլ այդ անկումը կա։ Ես մտածեմ, որ հարևանինս եղել է, իմն էլ սկսվավ, իմն է կսատկի։ Սա պանիկայի մեջ են ընկնում ժողովուրդը, բայց հələ որ չկա։ Քարակերտում իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, բնակիչներն ակնկալում են, որ պատասխանատու գերատեսչությունները շուտապույտ կհստակեցնեն պատճառները եւ կաջակցեն վնասներ կրած գյուղացիներին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Խորհրդմոր կողմից բռնության ենթարկված եւ կլինիկական մահ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են Հովի երեխաների պաշտպանության կենտրոն, նաեւս հետազոտություններ է անցել։ Նախնական ախտորոշմամբ երիկամներում խնդիր կա։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ռուսաստանն ակնկալում է, որ էներգետիկ ոլորտում Հայաստանի հետ գործակցությունը կշարունակվի։ Երկու երկրներն ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական դեսպանորդ Դմիտրի Լիցկայի ակտիվ քննարկում են Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունները։ Լիցկայի հայտնել է, որ Ռոսատոմը պատրաստ է շարունակել ատոմային էներգիայի ապահովումը ամենաբարձր մակարդակով, պահպանելով անվտանգության եւ շրջակա միջավայրի բարեկեցության ժամանակակից չափանիշները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների էներգահամակարգերի վրա։ Գուդատյանը հայտնել է, որ հստակ որոշում կա ուսումնասիրել եւ հասկանալ այդ մասով անհրաժեշտ ներդրումների ծավալը։ Նախարար Գուդատյանը հայտնել է, թե հայկական կողմը պատրաստ է այդ ներդրումներն իրականացնել։ Կառավարությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա է սահմանել։ Ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը եւ սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820-ը։ Սուբսիդավորման առավելագույն չափը 16 միլիոն դրամ է։ 2024-ից ծրագիրը վերաբերում էր միայն Տավուշի մարզի Բաղանից, Բերքաբեր, Իրանց եւ Ոսկեպար գյուղերին, Վայոց ձորի Գոմ գյուղին։ Գործադիրի ղեկավարը հայտնել է, որ ծրագիրը դուրս է գալիս զուտ սահմանամերձ գյուղերի տրամաբանությունից եւ մտնում է դպրոցամերձ համայնքներ։ Այս պահին ըստ կառավարության տվյալների 3700 բնակարանների քվոտա կա բացված եւ շինարարություն է տեղի ունենում։ Ոսկու եւ թանկարժեք քարերի օգտագործմամբ ստացված ոսկյա զարդերի օտարման համար ավելացված արժեքի հարկ է սահմանված։ Կառավարությունը սակայն համարում է, որ յուրաքանչյուր անգամ այդ հումքի արժեքը ավելացված արժեքի հարկով հարկելը արդարացիչ է։ Ոսկե ապրանքների իրացման շրջանառությունը եթե հատում է ավելացված արժեքի հարկի հարկի շեմը տարեկան 115 միլիոն դրամը, ոսկյա զարդի գինը ավելացված արժեքի հարկով պայմանավորված կտրուկ աճում է եւ այդ զարդը գնային առումով դառնում է ոչ մրցունակ։ Հետեւաբար գործադիրը որոշել է դրանց օտարման համար սահմանել հատուկ կանոններ։ Ավելացված արժեքի հարկով կհարկվի ոսկե իրի օտարման գնի եւ դրա արտադրության համար օգտագործված ոսկու եւ թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Երկրորդ, ավելացված արժեքի հարկով կհարկվի ոսկյա իրի օտարման գնի եւ դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել զինծառայողների ծնողները։ Նրանք դժգոհում են, որ նույն տարում ծնված զինծառայողները ծառայում են տարբեր ժամկետներով եւ ստեղծվել է անհավասար իրավիճակ։ Միևնույն տարում ծնված եւ նույն տարին զորակոչված երիտասարդները կախված զորակոչի փուլից ծառայում են տարբեր տևողությամբ։ Բողոքողները պահանջում են վերանայել այս մոտեցումը։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Շենգավիթի քաղաքապետարանում հայհոյում ծեծում աշխատակցին։ Նա պնդում է, որ վեճը սկսվել է իր աշխատավարձը չվճարելու հարցի շուրջ։ Տեսանյութը նկարահանել է հենց այդ աշխատակիցը։
Սևանա լճում եւ Հայաստանի մի շարք ջրային ավազաններում առկա է մշակութային շերտ, որի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը որոշել է միանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիայի նախագծին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում ստորջրյա մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է դրա դեմ ուղղված գործողությունների պատճառով։ Այս հիմնավորումով է գործադիրը նախաձեռնել համագործակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի միանալու ձևաչափով։ Նախագծի մեջ նշվում է, որ ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը ներառում է մարդկային գոյության մշակութային, պատմական կամ հնագիտական հետքերը, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ պարբերաբար կամ մշտապես գտնվել են օվկիանոսների, լճերի եւ գետերի ջրի տակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի տեղումներով, լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, ջանը էապես չի փոխվի, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2-ից 6 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 10-ից 14, Լոռիում 3-ից 6, Տավուշում 7-ից 10 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 11-ից 14, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 12-ից 16, Սյունիքի նախալեռներում 4-ից 8 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 11-ից 13, երեկոյան 7-ից 9 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության ծրագրի օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։